զրուցելու եմ ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ։ Սամվել, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, եւ այսպես արդյոք ստացվում է, որ քաղաքային իշխանությունը ընդունում է, որ ի վերջո ընդդիմադիրների կողմից կազմակերպված կամ ընդդիմադիրները, երբ որ հայտարարեցին, որ բոյկոտում են տրանսպորտի թանկացումը եւ գնացին մասնակցեցին նաեւ ինչու՞ չէ նաեւ քաղաքացիներին աջակցեցին, որ չվճարեն այդ գումարները, արդյունք է տվել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Իրավիճակի հետևյալն է, այսօր մենք բոլորս երևանցիները եւ առասարակ հայաստանցիները կան տրանսպորտի եւ կարմիր գծերը, դա մի այնպիսի հարց է, որը հուզում է մեր բոլոր հայրենակիցներին։ Մենք տեսնում ենք, որ այս մարդիկ զբաղված են քաղաքական դեմագոգիայով, իրանք հասկանում են, որ իրանք որևէ հանրային վստահություն չունեն, այսինքն Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այդ իսկ պատճառով հիմա արդեն վերել են Հայկ Կոստանյանին, որը որևէ կերպ հայտնի չէ սուտ խոսելով կամ դեմագոգիայով զբաղվելով, որպեսզի եւս մեկ անգամ փորձեն մանիպուլացնել հասարակությանը, բայց ի պատիվ դատարանին, ի պատիվ վարչական դատարանի, մենք այսօր արդեն ունենք երկու հաղթանակ դատարանում եւ թե կարմիր գծերը, թե տրանսպորտը շատ ուղիղ արդեն ցույց են տալիս, որ այս մարդիկ աշխատել չգիտեն, թե իրավական առումով, թե բարոյական առումով։ Ինչ վերաբերում է ես կուզեմ ասել, որ բոյկոտը հաջողվել է, դա փաստ է, որովհետև այս մարդիկ փետրվար, մարտ ամսերին անընդհատ ասում էին, որ գիտեք, բոյկոտը չի ստացվել, դուք ձևացնում եք այս ամենը, հիմա արդեն իրենք ընդունում են եւ ասում են, որ իրենք թերի հավաքագրումներ ունեն, որի արդյունքում սպառնում են քաղաքացիներին, փաստացի, որ չեն կարողանալու գնել խոստացված տրոլեյբուսները։ Առաջինը մի մեծ հարց է առաջանում արդյոք այդ տրոլեյբուսների վճարը պայմանավորված էր զուտ հույսների իրանց այս 4 ամսվա միասնական տրանսպորտի արդյունքում հավաքագրած բյուջեն պետք է լիներ։ Երկրորդը իրենք պետք է հասկանան, որ Հայաստանում չկան հանցագործ եւ չգիտեմ վարչազանց քաղաքացիներ, այս մարդիկ իրենց ընդդիմադիր ավականիների կոչի, մասնավորապես Մայր Հայաստան խմբակցության կոչին միացել են իրացնելու իրենց համանդրական իրավունքը, այսինքն եթե մարդիկ տեսնում են, որ կա որևէ վճարի, ծառայության, ապօրինի, ոչ արդարացի թանկացում, այս մարդկանց ուղիղ քաղաքացիական դիրքորոշման դրսևորելու ձևն է։ Իրենք ասում են ոչ չեմ վճարելու, քանի որ ինչ չես հիմնավորել, ինչու ես թանկացնում, եւ ես տեսնում եմ, որ դու ապիկար կերպով ես վարվում իմ քաղաքի բյուջեի հետ։ Եթե Տիգրան Ավինյանը մինչև այս գործավարական նիստի ժամանակ հայտարարել էր, որ բոյկոտը գործում է 25-ից 30%, Տիգրան Ավինյանին եւ թվերի հետ իր վերաբերմունքը ճանաչելով վստահեցնում են, որ բոյկոտը 30%-ի այլ ավել է։ Մենք այս հաշվարկները բազում ենք արել, այսինքն մինչև միասնական այս համակարգին անցնելը այդ ժամանակ դեռ գոյություն են մասնավոր գծեր, գինը 100 դրամեր, այդ մարդիկ հավաքում էին ավելի շատ գումար, քան հավաքեցին փետրվար, մարտ կամ ապրիլ ամիսներին, այսինքն փաստացի այս ամենը անելուց հետո, որ իրանք ասում էին կաստվեր կան խնդիրներ, որից հետո պետք է, չգիտեմ, իրենք օրական հավաքեն իրենց իսկ հաշվարկներով 45-ից 50 միլիոն դրամ, իրանք փաստացի այսօր հավաքում են նույն այդ 25-ից 30 միլիոն դրամ։ Այսինքն բոյկոտը կայացել է, մարդիկ չեն վճարում, ես կրկին ամենտեղ բաց չեմ թողում հնարավորությունը շնորհակալություն հայտնել մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր իրացնում են համանդրական իրավունքը, թույլ չեն տալի, որ այս ապիկար իշխանությունները թալանեն իրենց եւ տեր են լինում իրենց քաղաքին եւ տեր կլինեն նաեւ իրենց երկրի մյուս ընտրություններին վստահ, որովհետեւ տեսեք, այս մարդկանց բոլոր քայլերը բոյկոտի դեմ ցախողվել են, իրանք նույնիսկ բերեցին ազգային ժողով մի նախագիծ, որով ուզում են աջի ենթարկել, սանկցիա նորմացնել 3, 10 եւ 15000 դրամ բոյկոտելու համար։ Ազգային ժողովում իսկ թվում է Ավինյանի թիմակիցները վախեցած են, նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, բայց մյուս քայլը դեռ տեղի չունեցել։ Տարօրյայում իրենք դա ինչ են անցկացրել։ Այս բանը անցկացնելով իրենք հաղթելու են բազում միջազգային նորմեր, դա լինի Վենետիկի հանձնաժողով, ՄԱԿ-ի ասամբլեայի զեկույցները իրավունքի գերակայության մասին, որտեղ ստույգ պնդում կա, որ որովե խորհրդարան եւ կառավարություն իրավունք չունեն որովե օրենքի փոփոխություն կիրառեն արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական կոնֆլիկտը ի օգուտ իշխանությունների լուծելու։ Սա հենց այդ դեպքն է եւ կիրալ բան, որ մենք ասում ենք, եթե իրանք շարունակեն ոնց որ հաշվի չառնել մեր 17000 ստորագրություններով վերված քաղաքացիական նախաձեռնությունը, որը իրանք փաստացի բոյկոտեցին, ինչը քաղաքական
շատ մի օդիոզ իրավիճակ է, որովհետև առհասարակ բոյկոտը դա ընդդիմադիրների գործիքն է, երբ որ դու ունես թվային ոնց որ պրիվիլեգիան, դու օգտվում ես բոյկոտից։ Իրանք լինելով մեծամասնություն փախան բարիբուն իմաստով ավական ու դալիճից եւ փաստացի արհամարեցին 17000 երևանցու քաղաքացիական դիրքորոշում։ Սա հիմա սա ներողություն ընդհատելու համար սա հիմա խոստովանություն էր, որ այսպես կոչված տրանսպորտային բարեփոխումները չեն իրականացվել եւ ինչու՞ չէ նաեւ լավ արտահայտություն օգտագործեցիք, որ փաստացի այս կերպ քաղաքացիներին սպառնում են, հա, օրինակ եթե չշարունակեք նաեւ վճարել, այո, այդ տրոլեյբուսները չեն լինի եւ կերթևեկեք օրինակ վատ պայմաններում։ Հենց դա այս մարդիկ անընդհատ ախր մեզ ենթարկում են մանիպուլյացիաների, իրանք անընդհատ ուզում են ժողովրդին սպառնան, թե բա գազելներն եք կարող, թե առաջինը առ այսօր Երևանի ավտոպարկում կան գազելներ։ Երկրորդը այդ ման ավտոբուսները, որոնցով որ իրանք ցենց ուզում են խեղդեն բոլորին, թե բա տեսեք մենք մաներն ենք բերել, մաները մինչև իրանց են եկել, մաները նույնիսկ չգիտեմ 30%-ը չեն կազմում Երևանի ընդհանուր ավտոպարկի եւ եթե դու ունես հանրություն եւ դու ձևացնում ես պնդում ես եւ հայտարարում ես, որ դու ժողովրդավար ես, եթե քո հանրությունը շատ ուղիղ կերպով բոյկոտում է քո արարքը, դու տալի որ թանկացմանը դեմ է, եթե դու բարեխիղճ ես, արժանապատիվ ես, սիրում ես քո հայրենակիցներին, իբրև կառավարություն, իբրև մենեջեր, դու պարտավոր ես մի հատ ռուսերեն ասած работа над ошибками անես, հասկանաս որտեղ ես դու ցախով ես։ Նահանջի քայլ անես, փոփոխություններ անես, ներողություն խնդրես եւ կրկին փորձես, բայց այս մարդիկ իրանք սիրում են բողոքարկել, մեղքը գցել ուրիշների վրա եւ երբեք պատասխանատվություն չստանձնել սեփական սխալների։ Շնորհակալ եմ եւ եւս մի հարց ուզում եմ կարմիր գծերի հետ կապված տալ, այսօր ասուլիսում այդ մասին էլ խոսվեց։ Ի վերջո կարմիր գծերում կայանման վճարի թանկացումից հետո Երևանը բեռնաթափվեց, թե ոչ։ Ինչ եք դուք արձանագրել։ Իհարկե չբեռնաթափվեց, այսօր ճիշտ է Հայկ Կոստանյանը կրկին այլ պնդումներ էր անում, ինքը մեկ հետաքրքիր կեղծ տեղեկություն տարածեց, ինքը ասեց, որ տեսեք, եթե համեմատել, լրագրող իրեն հարցրեց, արդյոք որոնք են այդ կրիտերիաները համեմատական հաշվարկի ինչով կարող ենք մենք հասկանալ բեռնաթափում տեղի ունեցել է թե ոչ, ինքը ասում է, գիտեք, դա շատ բարդ մեխանիզմներ է, մի քիչ դժվար է հաշվելը, բայց ես մեկ տեղեկատվություն կարող եմ ասել, որից հետո դուք կհասկանաք, որ բոյկոտը ինչ որ առումով ոնց որ բեռնաթափել է քաղաքը, դա սուտ է, պաշտոնապես հայտարարում եմ։ Բեռնաթափում տեղի չի ունեցել եւ տեսեք, օրինակ 23 թվին մինչև թանկացումը իրանք մեր քաղաքացիներին վաճառել էին 40000 տարեկան աբոնեմենտ։ 24 թվին թանկացումը տեղի ունենալուց հետո իրանք վաճառել են 8000 աբոնեմենտ, այսինքն փաթեթից 8000 հոգի է օգտվել։ Այսօր Հայկ Կոստանյանը ասում էր, այս 2 տարիների համեմատականով որ տեսնեք, 23-ը 24-ին համեմատած, այս նախորդ տարի տասնյակ անգամներ ավել քաղաքացիներ են գնել տարեկանը։ Առաջինը 40000-ի մեջ տասնյակ 8000 տեղ չի անում, նույնիսկ մեկ։ Երկրորդը, տեսեք, եթե մարդիկ չեն գնել, դա բացարձակ չի նշանակում, որ ճիշտ դրանքը որ ճիշտ է, որ մարդիկ էլ չեն գալիս կենտրոն։ Ուղղակի մեր քաղաքացիները ցավոք սրտի ի վիճակի չեն, նույնիսկ եթե ուզենան, միանավակ վճարել 160000 դրամ սեփական մայրաքաղաքում մեքենան կայանելու համար։ Ի վերջո բոլորս հասկանում ենք, մայրաքաղաքում կան մարդիկ, ովքեր կենտրոնում աշխատում են, ծայրամասից առավոտ են գալիս են քաղաք, իրենց աշխատավարձը համսեկան կազմում է մոտ 200-250 դրամ, երբեմն ավելի ցածր, եւ այս մարդիկ իհարկե չեն վճարելու։ Նույնիսկ ես կենտրոնի բնակիչ եմ, ես չեմ վճարելու 160000 դրամ։ Ինձ համար դա արդարացի չէ, որովհետեւ կա ստույգ օրենք եւ ես պատիվ եմ ունեցել ներկայացնել Մայր Հայաստան խմբակցությունը ի պաշտպանություն մեր քաղաքացիների շահերին դատարանում 24 թվի եւ 25 թվի այս սակագները մենք վերցրել ենք երկու առանձին դատական գործով մուտք են կարել վարչական դատարան, երկու դեղերում է հաղթել են։ Այսինքն դատարանը ստույգ արձանագրել է, որ տեղական վճարների սակագները չեն կարող պայմանավորված լինել որովի փողոցի կամ որովե վարչական շրջանի բեռնաթափումով։ Տեղական վճարի ծառայության այդ գումարը պետք է պայմանավորված լինի բացառապես տվյալ ծառայության տեխնիկական ծախսերի շրջանակներով։ Այսինքն տեսեք, մեր պաշտոնական հարցման իրանք պատասխանել են, որ տարեկան Երևան քաղաքում կարմիր գծերի սպասարկման համար իրենց պետք է 447 միլիոն դրամ։ Մինչև թանկացումը արդեն իսկ տարեկան իրանք օրինակ 23 թվին հավաքել էին 920 միլիոն դրամ։ Այս թանկացումից հետո, այս ապօրինի թանկացումից հետո նրանք հավաքագրել են 2 միլիարդ 300 միլիոն, այսինքն 1 միլիարդ 400 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը Parking City ՍՊ-ի միջոցով գողացել է երևանցիներից։
Եվ երբ որ արդեն կայացել է դատական վճիռը, փոխանակ այս մարդիկ ետ կանգնեն, ասեն էլի նույն տրանսպորտի հարցն է, այսինքն այս մարդիկ ինչքան մասշտաբային բան արել են, բոլորը ձախողել են եւ ոչ մի անգամ ներողություն չեն խնդրել հանրությունից։ Փոխանակ իրանք ետ կանգնեն, ասեն օքեյ ժողովուրդ ջան, կներեք, մենք առաջինը իրավական գիտելիք չունենք, չգիտենք որ բեռնաթափումը չի կարող պատճառ հանդիսանալ տեղական դրույքաչափի փոփոխության, երկրորդն էլ ամենակարևորը, որ նույնիսկ եթե այդ իրավական մասը դնենք մի կողմ, իրանք չեն հաջողել հենց իրանք թեզում քաղաքը չի բեռնաթափվել, բայց այս մարդիկ կրկին խախտելով միջազգային նորմեր, խախտելով նաև վարչարարության նորմեր, խախտելով լոկալ օրենքներ, իրենք այսօր Հայկ Կոստանյանը շատ հպարտ դեմքով ասեց, որ դե գիտեք վճիռը օրենքի ուժ դեռ չի ստացել, մենք դա բողոքարկել են։ Այո, բայց ես չդարմացա, որ ինքը չասեց մնացածը։ Հարգելիս, իրենք բողոքարկել են 24 թվի մեր հաղթական վճիռը արդեն 3 անգամ եւ 3 անգամներ վերադարձվել է, այսինքն իրենք վերաքննիչում են 2 անգամ բողոքարկել, 2 անգամներ վերադարձվել է, հետո վերադարձի որոշումը բողոքարկել են վճռաբեկում, վճռաբեկն էլ է վերադարձրել։ Այստեղ կա մի նրբություն, տեսեք, մեր քաղաքացիները կարծում եմ չեն իմանա մեծ մասը։ Սա իրավական sense մի տեխնիկական մի նրբություն է, որ կարող է մեր քաղաքացիներին թվալ, այս մարդիկ պարզապես անգրագետ են, ոչ սիրելի երևանցիներ, այս մարդիկ գիտեն, որ ժամկետ են երկարաձգում։ Այո, իրանք ուղղակի օգտվում են օրենքի տեխնիկական բացերից, այսինքն եթե իրանք գրագետ հայցադիմում բերեն մուտք անեն, դատարանը բովանդակային մասին նայելու է եւ վճիռ տա, երբ որ վճիռ տա ակնհայտ է դառնալու, որ մենք ճիշտ ենք, իսկ իրանք սխալ։ Իրանք միտումնավոր, գիտակցված բերում են թերի հայցադիմումներ, որոնք իրանք վերադարձվի, որ վերադարձի միտքը այն է, եթե դու մի բան սխալ ես մուտք անում, որ վերադարձնում են, որ շտկես եւ կրկին մուտք անես։ Հիմա օրինակ նայ 24 թվին է, երբ որ վճռաբեկ դատարանը հիմա վերադարձրել է իրենց, համ ասել է թերի է, համ է ասել է առհասարակ քաղաքապետի իրավաբանական ներկայացուցիչը իրավունք չունի դատարանում հանդես գալ իբրև ավականու իրավական ներկայացուցիչ։ Ասել են շտկեք, նորից մուտք արեք։ Իրանք առանց որևէ շտկման նույն հայցադիմումը հիմա էլի մուտք են արել։ Այսինքն իրանք ուղղակի պինգ-պոնգ են խաղում արդարադատության հետ։ Շնորհակալ եմ Սամվել մեզ միանալու համար, հիշեցնեմ զրուցում էի Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, իսկ ես թողարկումը կշարունակեմ վայրկյաններ անց։